Տեղյակ եմ, որ երեխուս տարել եք։ Հա, իհարկե տարել եմ, բայց ոչ չեմ փախցրել, ես քեզ տեղյակ էի պահել։ Ուզում եմ խոսել ձեզ հետ։ Բա հիմա աստղեզում հետ ես խոսում։ Չէ, ես ուզում եմ, որ դուք գաք հիվանդանոց։ Չէ, չեմ կարող։ Շատ եմ խնդրում։ Արագացրա, հեռախոսը տուր, որ գնամ։ Դեռ ինչքան պիտի սենց թափառեմ։ Գոնե կարողանայի տեսնել, խոսել դրա հետ մի բառ։ Ինչ անեմ, ոնց անեմ։ Ստելա։ Հա, էլի դու ես, չսխալվեցի, ոնց ես։ Մենք ծանոթ ենք։ Իհարկե, տեղը չբերեցիր։ Չէ։ Միասին ենք աշխատել հիվանդանոցում, Ադամ Գյորգիչի մոտ հիշում ես։ Հա, որ հետո ամուսնացել Ադամ Գյորգիչի հետ։ Հա, ես եմ։ Ստելա ջան, քեզ Աստված ուղարկեց, գիտես, դու ինձ պիտի օգնես։ Լավ եկաք։ Ջրանացած ես գլուխ չես անում։ Գլուխ անում եմ, անհանգստանում էի ձեզ համար, ուր եկար այսքան ժամանակ։ Խանում չէիր գրկի։ Հետո դու այն ասա, երեխեն ուրա։ քրտնածել մտավ բաղրիկ դուշան ընդունում։ Ուր պտիլի, որն է դրել եք ընդեղ դրածա։ Ոբշեմ, ինչ ասել ես արել ենք, մնում ա բերեն։ Երբ եմ բերել։ Ես ասացին 2 ժամվա մեջ։ Ոնց երկու, արդ, ո՞վ 2 ժամվա մեջ։ Հա բա ինքը բաներ ուզեի ոնց բերեմ եմ։ Լավ էլի։ Բուժ կրոջ հարցին ինչ եղավ։ Չի եկել։ Արդեն վատա որ չի եկել։ Արեն երեխեն ընդեղ, այ քեզ բան արա։ Զանգեմ, տնում խեն ուշում։ Հա, ասա ինչ կա։ Ներս ետրակեչ։ Ինչ ասա։ Մի կին է եկել, ասում է երեխու բուժքույրն է։ Հա, ասա թող գա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ճանաչում եմ իրան։ Բարև ձեզ։ Մենակ թե շուտ դուրս կգաս պալատից։ Հա, 5 րոպեից դուրս եմ գալիս։ Գիտեք, ես այն մարդն եմ, ով ոչ դիտավորել, բայց ձեզ գցեց իր մեքենայի տակ։ Դու պատասխանատվությամբ պիտի ենթարկվես։ Գիտեք, ես իսկապես չէի ուզենա, որ այսպես լիներ, բայց դե եղածը։ Հեշտ եք խոսում։ Դուք որ լինեիք իմ տեղը։ Լսեք ինձ, խնդրում եմ մտեք դրությանս մեջ։ Ում հետ ասես կարող էր պատահել այս դեպքը, բայց թե ես էլ չէ, ձեզ չթողեցի անօգնական ու փախուստի չդիմեցի ախր։ Անեիր, էդ որ դու էիր, կանեիր։ Խնդրում եմ մի բողոքեք իմ դեմ։ Ինչի։ Ես ձեզ գումար կտամ, ինչքան որ պետք է։ Ձեզ հասցված վնասի դիմաց կփոխհատուցեմ, մենակ թե խնդրում եմ մի բողոքեք իմ դեմ։ Բարև ձեզ։ Ես չեմ դադարում հավատալ, որ դու կապակինվես։ Եթե դու այդքան երեխեքին սիրում ես, ուրեմն Աստված դա չի կարող չգնահատել։ Ու ես համոզված եմ, ինքը քեզ էլի հնարավորություն կտա։ Խոսեցիր։ Չէ, ինձ չթվաց, դու խոսեցիր։ Չէ, դու խոսեցիր։ Դու են աղջկա անունը տվեցիր։ Խորեն։
Միլա։ Ես շնորհակալ եմ Ալեքսանդր Սետրակիչին մեր հաստատությանը այսքան օգնելու համար։ Ալեքս Սետրակիչը իր խոսքի եւ գործի դեր մարդ է։ Այն նրանց նման չի, որ հենց պաշտոն ստանան, խոստումները բոլոր մոռանան։ Մենք համոզվում ենք դրանում։ Միայն ափսոս, որ այն երեխային, որ Ալեքս Սետրակիչը այդքան սիրեց, այլևս չեն կարող որդեգրել իր ապա շնորհ ծնողների պատճառով։ Ինչ ասեմ։ Բայց Ալեքս Սետրակիչը կանգ չի առնում։ Նա ցանկանում է մի այլ երեխայի որդեգրել։ Եթե նա դա անում է մեզ ինչ-որ ձև օգնելու համար, ապա ասեմ, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Ներողություն։ Դուք ձեր խոսքերով ապացուցեցիք, որ Ալեքս Սետրակիչին ընդհանրապես չեք ճանաչում։ Նա ուզում է երեխային տուն տանել, իր օջախ, հարազատ երեխայի նման դաստիարակել ու պահել, քանի որ սիրտը կպել է այդ երեխային։ Որ երեխային։ Ես անունը ճշտել եմ, Միլա է։ Միլային է ցանկանում որդեգրել։ Ոչ միայն որդեգրել։ Նա ուզում է իր երեխայի պես մեծացնել։ Քանի որ երևի լսել եք այս վերջերս Ալեքս Սետրակիչի փոքր աղջիկը դժբախտ պատահարի պատճառով մահացել է։ Այո, լսել եմ։ Այ հենց այդ պատճառով էլ ուզում է փոքրիկին որդեգրել, որպեսզի աղջիկը բացը լրացնի։ Հասկանում եմ, բայց ինչի հենց Միլան։ Իսկ ինչ է երեխայի հետ խնդիր կա։ Թե նորից ուզում եք ասել, որ երեխայի ծնողները չեն հրաժարվել իրենից։ Տեսքը հրաշալի է, անկինս։ Հա, բայց ջանք չեմ գործադրել։ Ես քո բնական գեղեցկությունն եմ սիրում ու գնահատում։ Շնորհակալ եմ։ Բայց ուզում եմ հասկանալ ինչի համար է այս հրավերքը։ Նեղացնում ես անկինս։ Այսուհետ մեր կյանքում նման հրավերներ հաճախ են լինելու։ Իմ դավաճան ընկեր։ Նստի։ Արի դու քեզ մի տանջի ու ինձ էլ մի ստիպի, որ ես գուշակեմ, թե ինչի համար ես հրավիրել, ինչի համար են այդ քո շռայլ խոսքերը ու ինչ ես ինձ հաճոյանում։ Նեղացնում ես անգին ջան։ Միթե ես իմ կնոջը հաճոյախոսություններ շռայլել չեմ կարող, մանավանդ երբ նա արժանի է դրան։ Այ Ալյոշա ջան, ախր ես քեզ այնքան լավ եմ ճանաչում։ Անենց լավ գիտեմ, դու հենց անենց ոչինչ չես անում։ Քեզ մոտ նույնիսկ հաճոյախոսությունները նպատակային են։ Ասա։ Ինչի ես ինձ անդադ կասկածի ենթարկում անգի։ Լավ, ներողություն։ Արի լռենք ու ուտենք։ Արի սիրունս, ատի։ Ինչ ուզում ես ասա, մեկա մտքիդ մի բան կա։ Ինչ ուզում ես ասա, այսօր շատ սիրում ես։ Քաղաքական գործ չի է մարդամեջ դուրս եկել։ Բա տեսքս փայլուն չլինի։ Պարտանում եմ քեզնով իմ անուշ տիկին։ Բայց ուզում եմ, որ ազգը ևս պարտանա քեզանով։ Ինչի։ Ուզում ես ինձ առաջին տիկին դարձնել։ Իսկ ինչ վատ կլինի, որ թողժողովուրդը տեսնի, թե ինչ օրինակելի ընտանիք ենք մենք։ Ալիկ ընկել ես հետևիցս։ Ուզում ես խայտարակ լինենք, հա։ Ասեն Ալեքսանդր Շահվերդյանի կինը մեռավ հացը կոկորդին։ Ախր մենք ուր, օրինակելի ընտանիքն ուր։ Ինչ ես խոսում։ Բայց երբեք ոչ չի դարձի գալու։ Արի դառնանք օրինակելի ընտանիք։ Լավ, ես հեչ։ Աստծուն գոնե մի բարկացրու։ Արի սխալների ուղղում անենք, հա։ Որտեղ ենք ամենաշատը սխալվել, որտեղ ենք ամենաշատ սխալներ թույլ տվել։
երեխաների դաստիարակության մեջ չէ։ Այո։ Արի մենք մեզ ապացուցենք, որ կարող ենք լավ եւ հասարակությանը պիտանի երեխաներ դաստիարակել։ Ալիկ, կարող է ինձ կանչել ես, որ ասես անգին ջան, մի հատ արի նոր երեխա ունենանք, արի մի հատ հղիացի, Վատ չէր լինի, գիտես։ Բայց ես ուրիշ տարբերակ ունեմ։ Արի երեխա որդեգ ենք։ Չշարունակես։ Լավ, հիմա կարող ես ինձ բացատրել ինչի չես ուզում, որ այդ կինը մնա այստեղ։ Լև ջան, ինչ ես ուզում, հենց դրան պահես ես տանը։ Բայց ցավը տանեմ, ես ու չեմ ամուսնանում այդ կնոջ հետ։ Այդ կինը դայակն է երեխա։ Գիտեմ, բայց ուզում եմ ասեմ։ Գժվացրին արդեն, գիտեմ, որ գիտես, դու չես գտել այդ կնան։ Միշտ չէ որ գնաց այդ տնից վերցրե բերել եմ, ասել եմ իրան են ուղարկել։ Ու ինչ։ Հետո ուզում եմ սրան ճամփենք, ուրիշին կասեմ կուղարկեն հանգիստ տեղ, ես մի հատ լավ տեղ գտնեմ։ Ես կխելագարվեմ, գիտես, արի ճամփենք այդ կնոջը, թող գնա, բայց ինչի պատճառը կասես ինձ թե չէ։ Հավատա ես ունեմ պատճառ, ունեմ։ Որտեղից ես ճանաչում այդ կնոջը։ Այ խնդրում եմ էլի Լև, մի տեղից։ Եղավ, մի տեղից։ Այդ կինը գիտես ինչ ռեզյումե է բերել։ Ինձ ձեռ է տալ, իմ սարտով։ Ու այդ կինը կհետևի երեխուն։ Մինչև այն պահը, քանի դու չես պատմել, թե ինչի չես ուզում, որ այդ կինը մնա այս տանը։ Եթե իհարկե քո պատճառները հիմնավոր լինեն, երդվում եմ այդ կինը կգա մեկ ուրիշը։ Բայց մինչ այդ հենց այս կինը կհետևի երեխուն։ Լավ։ Հիմա կուտես, ու կքնես, լավ։ Այդ տղան ինչ էր ինձ այդպես նայում։ Իրեն որ մնար, ինձ աշխատանքի չէր վերցնիմ։ Ինչ կասի դա։ Տեր Աստված մենակ չբողոքի էլի։ Ես առավոտվանից շատ վատ էի զգում։ Սրտխառնություն էի, գլխապտույտ։ Չէի զգում, թե իմ հետ ինչ է կատարվում, ոնց որ օդում քայլելուց լինեի։ Ու դից անջատված անցնում էի փողոցով, չնկատեցի մեքենան։ Ուտեցել է, տեսեք ինչ տեղի ունեցավ։ Ձեզ եք մեղադրում կատարվածի մեջ։ Կատարվածի համար։ Գիտեք, ոչ ես եմ մեղավոր, ոչ էլ էդ աղջիկը։ Նա չէր ուզենա ինքը իրան վնաս պատճառել, որ ասեմ ինձ չի օգնել, իջել է մեքենայից, մոտեցել է, օգնել է։ Ամբողջ օրը սկզբից էլ գնաց է եկել այս ամբողջ հիվանդանոցի ծախսերը, ինքն է հոգացել, բայց չի ուզենա մարդը էլի ինչի ոնաս բոլոր իր հետ է պատահում այսպիսի բան չգիտեմ Այս բոլորը ինձ համար է։ Այո, դու քաղցես սիրում ես։ Հա, շատ եմ սիրում։ Դրել եմ որ ուտես։ Այս շատ է, ես մենակով չեմ կարողանա ուտեմ, ընկերներիս հետ կկիսեմ։ Դու շատ լավ աղջիկ ես։ Միլա, միշտ ապիր։ Նստիր խոսենք, հետո ես քեզ կօգնեմ, կոնֆետները կտանես ընկերներիդ։
Այստեղ գտնվող բոլոր երեխաները գիտես ինչի մասին են երազում։ Տարբեր բաների մասին։ Բայց կա մի երազանք, որը բոլորն ունեն, այդ թվում եւ դու։ Երազում եք ձեր ընտանիքներն ունենալու մասին։ Մենք չունենք ընտանիք։ Ոմանք ունեն եւ գալու է օրը վերադառնալու են ընտանիք, իսկ ոմանք չունեն, բայց կարող են ունենալ, եթե գտնվեն ընտանիքներ, որոնք կցանկանան որդեգրել երեխաներին։ Քո բախտը բերել է, կա մի ընտանիք, շատ պատվավոր ընտանիք, որն ուզում է քեզ որդեգրի։ Բայց ես չեմ ուզում։ Միթե չես ուզում սիրող ծնողներ ունենալ, քույր, եղբայր։ Չէ, ինչ պետք չի։ Չի կարող պետք չլինել։ Ընտանիք բոլորին է պետք։ Նրանք կսիրեն քեզ, կպարուրեն քնքշությամբ ու ջերմությամբ։ Չէ, ինձ պետք չի ընտանիք։ Պետք է։ Պետք չի, ես ունեմ ընտանիք, խորեն է, ու ինքը կգա ինձ կտանի։ Չշարունակես։ Ինչի այդքան կտրուկ հանգինես։ Արի քննարկենք։ Չէ, չենք քննարկում։ Եթե պետք լինի մի քանի աշխատող կբարձենք տան համար։ Այդ երեխան ինքն իրան կմեծանացքի չես էլ իմանա այդ մասին։ Ոնց որ մեր բոլոր երեխեքը մեծացան։ Այդ կպար, հա ինձ։ Կծեցիր, հա։ Չէ, ինչի անգին չա։ Այդ հավասարաչափ ինձ էլ է վերաբերում։ Ես գնում եմ Ալիկ։ Ու ցավում եմ, որ անպտուղ անցան քո ջանքերը ինձ համոզելու։ Անգին։ Խոսքը մանկատան որբ երեխայի մասին է։ Դու կարող ես տուն եւ ընտանիք տալ այդ երեխան։ Ավելի քան համոզված եմ, որ երեխու մասին չես մտածում։ Քո շահերից ելնելով ես այդ առաջարկը ինձ անում։ Եթե նույնիսկ տենց է, դու աչք փակի իմ շահի վրա ու մտածի ինչքան լավ կլինի այդ երեխայի համար։ Ալիկ, այդ մաքուր էակին մի խառնի քո կեղտոտ գործերի մեջ։ Նպատակիդ հասնելու համար մի քիչ իմացիր, որտեղ պիտի կանգ առնես։ Ընտրվեցիր, էլի չես ուզում։ Բարի գործ անել եմ ուզում անգին։ Ես էլ հավատացի։ Նույնիսկ ինձ նման շահի մեռած մարդիկ իրենց կյանքում բարի գործեր են անում։ Որ սենց շարունակես, կարող է հավատամ։ Ավելի լավ է ես գնամ։ Հանուն Կարմենի։ Ինչքան բան կարող էինք տալ Կարմենին, որ չտվեցինք։ Ինչքան բան կարող էինք անել իր համար, որ չարեցինք։ Կարող էիր իր երեխու համար անել։ Բայց էլի չարեցիր։ Անելու եմ։ Ես իմ աղջկա երեխուն վերցնելու եմ դրանցից։ Չեմ հավատում։ Փափուկ բարձ ես դնում գլխիս տակ։ Չէ, դա իմ պատվի հարցն է։ Նախ պատիվդ վերականգնի, հետո բարեգործություն արա։ Անգին ջան, սիրունիկ աղջիկա, որ տեսնես, սիրտդ չի տանի, որ դրան չտանես դու չսիրես։ Բայց իրա ծնողների սիրտը տվել է։ Ասա, լսում եմ։ Երեխես ոնց է։ Նենց էլ մի ասում ես սրտաճմլիկ ձևերով երեխես ոնց որ դու չէիր անել երեխու տաճուրտի։ Ես զգում եմ իմ երեխու կարիքը։ Անցանք կոնկրետ գործի ուզածդ ասա։ Հերիք չի երեխուս տարել եք, մի հատ էլ ագրեսիվ մոտեցում եք ցուցաբերում։ Ոնց որ ուզում էիր ասել երեխուս տարել եք ու փող չեք տվել, հա։ Ես իմ երեխուն չեմ վաճառել։ Իսկ գումար ուզում էի, որ երկրից գնայի։ Ոչ մի բանով չեմ կարող օգնել, ստիպված ես մնալ երկրում, ես քեզ գումար չեմ տա։ Ինձ գումար պետք չի։ Ինձ իմ երեխան է պետք։ Երեխուդ էլ չես ստանա։ Ոնց թե։ Շատ պարզ, չես ստանա ու վերջ։ Բարդ է հասկանալը։ Փորձի հասկանալ արագ ու միանգամից։ Ես եմ երեխու մայրը, ու երեխան պետք է ինձ մոտ մնա։ Իսկ դուք իր համար ով եք։ Ոչ մեկ։ Շուտով ապացույցներ կլինեն ու ես կասեմ, թե իր համար ով են, իսկ դու որպես մայր զրկված կլինես երեխուն պահելու իրավունքից։ Իսկ ինչի հիման վրա։ Հիմքերը շատ են։ Իմ երեխուն ինձ տվեք։ Մի գնացեք։
Կամ էլ գնացեք երեխուս հետ բերեք։ Մոռացի, որ երեխա ունես։ Արամիկի ու Ատոմի պատճառով ես զրկվել եմ կյանքում մայրանալու հնարավորությունից։ Ու ես չեմ պատրաստում իմ միակ որդուն ձեզ տալ։ Պապ, երեխուն տունից դու հանգիստ հաց կեր։ Ես հանգիստ եմ, դու կեր։ Պապաս մեզ խորենա երեխու անուններ տալիս։ Հա, մի քանի անգամ կանչեց, միլա։ Ինչ-որ բանից հուշում է, որ իրանց մեջ ուղղակի ծանոթություն չի։ Լա դե դու էլ անդադար ես ասում, բա ուրիշ ինչ պիտի լինի, եթե ոչ միայն դա։ Ասենք մենակ հարազատ մարդիկ կարան իրար հանդեպ ինչ-որ ջերմություն տածեն։ Ինչ-որ ուրիշ կապա չեմ հասկանում։ Ընդհանրապես մի քանի օր այնչ միլային ճանաչում ենք, արդեն կապվել ենք ու սիրում ենք։ Բա խորենը տես արդեն որքան ժամանակա որ միլային գիտի։ Դրա համար էլ այդ կարգի հարազատացել են։ Ճիշտ չեմ։ Ես համաձայն եմ Վլադի հետ։ Ոնց որ հոր ու աղջկա կապվածություն լինի։ Այս ինչ աբսուրդ բաներ ես ասում, պապ։ Լավ, լուրջ մի ընդունեք։ Իսկ Մարտայից ինչ կա։ Այդ թեման անցանք։ Տնօրենին ասեցիք, որ երեխուն լավ նայի։ Առանց մեր ասելու լավ նայում է։ Մեզ համար մեծ պատիված ես հյուրընկալելը։ Ինչպես եք։ Ինչի կարիք ունեք։ Շնորհակալություն, այս պահին ոչ մի բանի կարիք չունենք։ Լինելու դեպքում խնդրում եմ ինձ դիմեք, ինձ հետ կապվեք։ Մի անգամից բոլոր հարցերը կլուծվեն։ Կինս բարեգործությամբ զբաղվում։ Թող Աստված օրհնի նրա բարի գործը։ Հիմա եղել է ձեզ մոտ։ Այո, եղել է, մենք խոսել ենք։ Իսկ երեխայի հետ խոսել եք։ Ուրախ է, որ պիտի որդեգրենք։ Անգերս որդեգրելը տգեղ բառ է։ Արի ասենք, որ իրեն մեր տուն պետք է տանենք։ Ճիշտն ասած, մենք խոսել ենք երեխայի հետ, մի քիչ բարդ երեխա է։ Երևի թե բնավորության դեր։ Այո, ամեն ինչ արագ չի ընդունում, սկզբունքային է։ Չեմ հասկանում, երեխան չի ցանկանում ընտանիք ունենալ։ Գիտեք ինչպես։ Եկեք այսպես անենք։ Երեխան կտեսնի մեզ եւ իր կարծիքը կփոխի։ Այո, ես էլ եմ կարծում, որ մեզ երեխան տեսնի, որոշումը կփոխի։ Որ մի երեխան չի ցանկանա հայր ու մայր ունենալ։ Էլ անգինից պես մայր։ Մեզ կուղեկցեք նրա մոտ։ Այո։ Միլա մոտ կգաս։ Բարև աղջիկս։ Գեղեցկուի է Միլան։ Մոտ կգաս Միլա ծանոթանաս, իրենք ուզում են դառնալ քո ծնողները։ Շատ շնորհակալ եմ։ Մինչև Աստծո դուրը շնորհակալ եմ։ Թող Աստված օրհնի ձեզ։ Թող Աստված ձեզ ձեր սրտի չափով տա ու դուք շուտ առողջանաք։ Դու չխնդրեցիր, որ չփոխոքեմ։ Հա, ես խնդրեցի։ Բայց դե ոչ բոլորն են ձեզպես բարի։ Փողի դիմաց բոլորն են բարի անում։ Ինչքան գումար պիտի տամ ձեզ, որ գոհ լինեք։ $10,000։ Հա? Հա, քիչ է։ Կարամ շատացնեմ։ Ձեռ եք առնում։ Ես այդքան փող ձեզ որտեղից տամ։ Այդ ավտոյի տակ գցելը գիտեք։ Փող տալը չգիտեք։ Հա, նենց չի, որ ես հրաժարվում եմ, բայց ոչ այդքան։ Եթե այդքան չէ, ուրեմն 20,000։ Լավ է։
Ես այդքան փող որտեղից տամ սրան։ Սրա խորժակը տես, տուժած, թե սրա ինչն է տուժած։ Իսկական տուժածը ես եմ։ Իմ աղջիկա մազիկները սիրուն հիմա կսանրենք, կկապենք։ Սպասի։ Ով է։ Ալո։ Հəլիս ինչ լավ որ պատասխանեցիր։ Հույս չունեի, գիտես։ Մարդ իսկապես վատ դրության մեջ եմ։ Անելանելի վիճակում եմ։ Հավատա ինձ համար շատ դժվար է։ Հա, հասկանում եմ ես քեզ։ Որ քո տեղը լինեի, կարող ես էլ չպատասխանեի։ Խնդիրներից խուսափելու համար։ Մարդա, եթե զանգել ես, որ երեխուն տեսնես, ապա ասեմ, որ լավ կլինի, եթե մի առժամանակ անցնի։ Չէ, Ադան է։ Փորձանքի մեջ եմ։ Մարդ եմ գցել մեքենայի տակ։ Ոնց Մարտա։ Չասես մահացել է։ Չէ, չի մահացել, փառք Աստծո։ Ուղղակի չբողոքելու համար փող է ուզում ինձնից։ Ինչքան։ Շատ է ուզում Մարտա։ Հա։ Ու ես հիմա չգիտեմ ինչ անեմ։ Բա ինչ անեք, հա։ Հիմա որ ասես աղջիկս ոնց է, գոնե մի քիչ կհանգստանամ։ Լավ է։ Հենց նոր իրա մասիկներն էինք հավաքում։ Ջան։ Երանի քեզ որ տեսնում ես հիմա, Երան ու խաղում ես հետը։ Բան խոսես։ Դուր։ Խոսի։ Ասա մամա, ոնց ես։ Ասա ալո, մամա։ Իմ աղջիկ, իմ կյանք, իմ արև։ Խոսի։ Ոնց եմ ես քեզ կարոտել, իմ հրեշտակ։ Ասա մամա միլացի։ Ասա միլացի։ Ես չեմ ուզում գալ ձեզ հետ։ Իսկ իրենք ուզում են, որ դու դառնաս իրենց աղջիկը։ Ես խորենին եմ սպասում։ Անուշս, իսկ խորենն ով վա։ Խորենին դուք չգիտեք։ Իսկ դու ծանոթացրում ես նրա հետ։ Միլա, քեզ լավ չես պահում, մոտեցիր ծանոթացիր։ Թեկուզ պատմիր խորենի մասին։ Ես չեմ գա ձեզ հետ։ Խորենը կգա ու ինձ իր հետ կտանի։ Ինչ որ բան անելուց առաջ միշտ մտածելա պետք է։ Ես իմ երեխուն եմ ուզում։ Այդ երեխեն քեզ հետ ապագա չունի։ Իմ ապագան դուք կործանեցիք։ Երեխեն կապրի ինձ հետ ու իմ տանը։ Ոչ։ Դու չես ասելու ինձ ոչ, թե այո։ Եթե երեխուս չեք տալիս, գոնե ինձ գումար տվեք, որ կարողանամ գոյատևեմ։ Առաջ ես պատրաստ էի քեզ գումար տրամադրել, բայց հիմա էդ էլ չեմ անի։ Խնդրում եմ։ Իզուր մի խնդրի։ Ու իզուր տեղը հույսեր չփայփայես, թե երբևիցե երեխուն կարող ես ստանալ։ Երբեք։ Ու աշխատի աչքից չերևալ, ընդհանրապես։ Լև Սետրակիչ, խնդրում եմ։ Լև Սետրակիչ, խնդրում եմ։ Չկան հասկանում եմ, խոսքը Ադամ Գյորգիչի ընտանիքի մասին է։ Այո, նրանք մեծ օգնություն են ցուցաբերել մեր մանկատանը։ Չեմ հասկանում ես ինչի համար եմ, որ դուք դիմում եք դրանց։ Բայց մենք չենք դիմել, օգնություն ցուցաբերելու միտքը նրանցն է եղել։ Լսեք, ես կարող եմ ցանկացած օգնություն ցուցաբերել մեր մանկատանը եւ խնդրում եմ այսուհետև չդիմեք նրանց։ Իսկ ինձ օգնությունը այդքան չզարմացրեց, ինչքան երեխայի ու այդ խանգարված տղայի կապը։
Վնասնում եք։ Փորձում եմ։ Կուզեի խոսել ձեզ հետ, քանի դեռ լևը տանը չի։ Իսկ ինչ կարևոր է լևը տաննա, թե տանը չի։ Չեմ ուզում, որ ինքը ներկա լինի ու լսի մեր խոսակցությունը։ Ուզում եմ իմանամ ինչի եք ես տանը։ Դուք էիք բուժքույր պահանջել։ Ինձ էլ զանգահարեցին ու կանչեցին։ Ես իմ տվյալները թողել էի տվյալ հաստատությունում։ Թե հատուկ ծրագրով եք ստեղ, պալաչնա ձեզ ուղարկել։ Չեմ հասկանում, հազնիվ խոսք։ Մոնթենա ուղարկել, որ դավեր նյութեք լևի դեմ։ Ես ձեզ տեսել եմ Մոնթեի աղջկա տանը, բայց չեմ հասկանում, ինչու եք ինձ մեղադրում։ Բա որ հիշեցիք ինձ, ինչ եք լռում, թե կարծում եք ես չեմ հիշի։ Դուք լռեցիք։ Ես էլ կարծեցի, որ չեք ուզում, որ ճանաչեմ ձեզ։ Եվ որոշեցի լուռ մնալ։ Ինչու՞մն է խնդիրը։ Չէ, ոչ մի խնդիր չկա։ Խնդրում եմ, բացատրեք ինչու՞մ եք ինձ մեղադրում։ Դավադրության մեջ դուք Մոնթեի հետ դավեր եք նյութում լևի դեմ։ Սա ինչ բան է։ Եթե դուք ինչ եք վստահում, ես կարող եմ գնալ։ Գնալ ու հենց այս պահին։ Չէ, դուք կմնաք։ Իսկ եթե ես ինչ-որ բան նկատեցի, հավատացած եղեք, որ իմ հետ խնդիրներ կունենաք։ Չէ, ես կգնամ։ Կգնամ ազատելով ձեզ կասկածներից։ Իսկ ինձ խնդիրներից։ Կմնաք։ Բարի գործներից տեսե, երեխուս կյանքը կերան, հիմա էլ բարի գործությամբ են զբաղված։ Տեսել են նրանց գործերը շատ վատ են։ Մեկը լին դրանց լավությունանի բարեգործությունն այդ վիճակից դուրս գան։ Ոնց եմ ատում ես դրանց ընտանիքը։ Էդ դու չէիր, որ երեխուն տարար տվիր դրանց։ Տվեցի, որ երեխես գոնե հայր տեսնի, մի ծնող ճանաչի։ Թե չէ որ մեզ մոտ մնար ինչ վատ կլներ, որ ասեմ քեզ, որ Վլադին չճանաչեր, հեչ վատ չէր ելնի, բան չէր կորցնի այդ երեխեն։ Այդ ժամանակ չգիտեմ ինչ էի մտածում, որ այդ քայլին դիմեցի։ Ես դրանց քթերից բերելու եմ, հələ սպասի։ Չէ, բավական է, չեմ ուզում։ Իսկ ես ուզում եմ, ես մուրռ եմ ոչխարի վրա։ Վերջի անգամ դուրանը շպցրեց երեսից ու հասկացնել տվեց, որ ինքը երեխա չունի ինձ տալու։ Մեր երեխուն տվել եմ դրանց, հիմա էլ գնում եմ երեխա որդեգրեմ, այ քեզ խելք։ Օրեն երեխուն չէ որդեգրեցինք, քո աչքն է։ Բայց իմ աչքը ինչ կապ ունի, եթե երեխեն չի ուզում, որ իրան որդեգրեն։ Մեկ ուրիշին գտի, ով համաձայն կլինի որդեգրման։ Ոչ, ինչպես միշտ ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Ես երեխեն կօգնի ինձ, ադամենց դաս տալու։ Հետաքրքիր է ինչ ես մտածել։ Դեռ չեմ մտածել, մտածում եմ։ Խմորվում է։ Հենց որ կորոշեմ, քեզ իմաց կանեմ։ Ավելի ճիշտ, առանց ասելու էլ կիմանաս։ Բայց ինձ համար մութ մնաց այդ երեխայի ու այդ խելագար խորենի կապը։ Դա ինքն էլ է մանկատան երեխա։ Հա, հասկացանք, բայց ինչ կապ ունի։ Հիմա դու մի հատ այդ վիճակից դուրս արի ու խնդրում եմ ինձ ասա ինչա պատահել։ Լսի, ինչի է իմ կյանքում ամեն ինչ այսքան վատ։ Ինչի է վատ։ Մի հատ հասկացի ու պատճառն ինձ բացատրի խնդրում եմ։ Երևի պետքա մեռնեի, չէ՞, որ ասեիր, հա, շատ վատ է վիճակը։ Չնայած քո դեպքում մեռնելուց հետո էլ կարող ասեիր, չէ, դեռ վատ չի վիճակը։ Մարդը մի հատ դուրս արի էլի այդ վիճակից խնդրում եմ։ Ես մի բան գիտեմ, դու ինձ օգնելու փոխարեն միայն խանգարեցիր ու ավելի վատ դրության մեջ գցեցիր։ Հա, բայց ասա ինչով կարող եմ օգնել, ես քեզ կօգնեմ։ Ինձ օգնելու մի ձև կա։ Ասա այդ ձևը ո՞րն է։ Ինձ փող պետքա տաս։ Ինչքան։ $10,000։ Ասա որ կտաս։ Չէ՞ որ դու բանկի կառավարիչ ես ու քեզ համար խնդիր չի ինձ գումար տալը։ Հա, իհարկե։ Կարող եմ վարկ ձևակերպել քո համար,
Իսկ եթե նենց թող ամուսինդ տա։ Լսի, դու նենց չես արել, որ ամուսնուս դիմելու իրավունք ունենամ։ Ամուսնուս մոռացի։ Լավ, մի բան կմտածեմ, մի մտածի։ Մինչ դու մտածես, ես բանտում կհայտնվեմ։ Կամ ինչ կա այդքան մտածելու։ Կամ հա, կամ չէ։ Կօգնեմ։ Կարողա քեզ մենակ թողնեմ այս վիճակում։ Եթե ուրիշ պատասխան տայր կոչնչացնեիր ինձ։ Ես քեզ երբեք նեղ պահի մենակ չեմ թողնի։ Հանգիստ եղի։ Գիտես, այնքան հուսահատ էի։ Ու ինձ նենց մենակ էի զգում այս մեծ աշխարհում։ Իսկ ես ինչի ուր եմ, որ դու քեզ մենակ զգաս։ Ինչ լավ ապուջուր ջան, սկսում ենք իրար լեզու հասկանալ։ Սպասի տեսնեմ ով ա։ Չես ուզում հեռախոս վերցնես։ Լավ։ Ես մանթեն չելնեմ թե չպարզեմ, թե դու ինչով ես զբաղված։ Ինչ ես թաքցնում ինձնից։ Հեռու գնացեք, մի արեք, չտանեք։ Միլա, մի տարեք Միլային, Միլան ուրա, սպասի գալու եմ Միլա։